Բարելույս, սիրելի քաղաքացիներ, շարունակում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացումը եւ 7-րդ բաժինը նախընտրական ծրագրի կոչվում է ներքին անվտանգություն, որի խոսույթը հետեւյալն է. Ներքին անվտանգության ապահովման հայեցակարգը նման է արտաքին անվտանգության ապահովման հայեցակարգին եւ այս տրամաբանությամբ լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է։ Ընդհանրապես մեր արձանագրումն է, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն է եւ ընդհանրապես ուզում եմ ասել, որ բոլոր հարաբերություններում լեգիտիմությունը առանցքային գործոն է, այդ թվում անհատական հարաբերություններում, համայնքային հարաբերություններում եւ այլն եւ այդպես շարունակ, որին հիմա ես կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ։ Ներքին լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունն է, ժողովուրդը եւ պետություն ունենալու նրա գործնականացված կամքը։ Այդ կամքը պետք է արտահայտվի ներպետական հարաբերությունների եւ ինստիտուտների անառարկելի լեգիտիմությամբ։ Ցանկացած պետություն իրավունքների եւ ազատությունների ապահովման նպատակով իրականացնում է սահմանափակումներ, առանց սահմանափակումների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել իրավունքներ եւ ազատություններ։ Այդ սահմանափակումներն արտահայտվում են օրենքների, կառավարության եւ այլ մարմինների որոշումների, դատական ակտերի տեսքով։ Սա ինքնին լարում է առաջացնում պետության եւ քաղաքացու միջև, որը ներքին անվտանգության լրջագույն խնդիր է։ Հիմա առաջ անցնելուց առաջ ուզում եմ երկու բառ մեկնաբանել։ Առաջինը պետությունը պետք է արտահայտի իր լինելիության քաղաքացիների կամքը, այսինքն պետությունը պետք է լինի քաղաքացիների կամքի արտահայտություն։ Պետությունը քաղաքացիների ազատությունները եւ իրավունքները ապահովելու համար պարտավոր է որոշակի սահմանափակումներ կիրառել։ Տարօրինակ է, չէ՞, հնչում ազատություններ եւ իրավունքներ կիրառելու համար ներդնել որոշակի սահմանափակումներ, բայց սա խիստ տրամաբանական է, ինչու, որովհետև իմ ազատությունների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իրավունքների, ուրիշի ազատությունների սահմանը։ Իմ իրավունքների սահմանը ավարտվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ուրիշի իրավունքների սահմանը եւ չեն կարող լինել բացարձակ ազատություններ, որովհետեւ բացարձակ ազատությունները դրանք կբերեն անարխիայի եւ ամենաթողության եւ քաոսի։ Հետևաբար ազատություններ ընդ որում սահմանափակում ասելով պետքա նաեւ մեր առօրյա կյանքում մենք հասկանանք այդ սահմանափակումը։ Եթե օրինակ կարմիր լույս չլինի, լուսացույցի կարմիր լույս չլինի, երթևեկությունը հնարավոր չի լինի կարգավորել։ Այսինքն կարմիր լույսը ինքը սահմանափակում է, չէ՞, բայց այդ կարմիր լույսը կիրառվում է, որպեսզի մյուս խաչմերուկի մյուս փողոցի հատող փողոցի երթևեկության մասնակիցները նույնպես երթևեկելու հնարավորություն ունենան։ Եվ իհարկե լինում են դեպքեր եւ ժամանակներ են եղել, երբ լուսացույցներ չեն գործել եւ այդ ժամանակ մենք մոտավորապես պատկերացնում ենք եւ գիտենք թե երթևեկության իրավիճակը ինչպիսին են։ Հետևաբար, այո, պետքա լինի կարմիր լույս, պետքա լինի դեղին լույս, պետքա լինի կանաչ լույս, բայց առանց կարմիր լույսի կիրառման կանաչ լույսը ընդհանրապես հնարավոր չէ կիրառել եւ մարդկանց համար կիրառելի չի լինի կամ նրա կիրառելիությունը կլինի անգամներով ավելի դժվար։ Հիմա այստեղ կա նաեւ մի ընդհանուր տրամաբանություն, որ կարմիր լույսը չկիրառելու պարագայում պետք է նաեւ որոշակի մեխանիզմներ լինեն վարչարարություն իրականացնելու եւ խոսքը վերաբերվում է մասնավորապես ամենատարբեր որոշումներ կան, ասենք օրինակ տուգանքներ, որովհետեւ եթե դա չլինի, պատկերացրեք կարմիր լույսը կա, բայց կարմիր լույսի նշանը խախտելու համար ոչ մի հակազդեցություն տեղի չի ունենում։ Հետևաբար կարմիր լույսը կկորցնի իր բովանդակությունը եւ իմաստը եւ իր կիրառական նշանակությունը։ Բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ երբ որ
կարմիր լույսի խախտման համար գործում են որոշակի միջոցներ, հարկադրանքի միջոցներ, դա միշտ եւ բոլորի համար տհաճ է եւ այս կարգի տարբեր գործողություններ իրենք ընդհանուր առմամբ լարվածություններ են ստեղծում հանրության ներսում, որովհետեւ ոչ մեկի համար հաճելի չէ, որ ինքը հանդիպում է այդ հարկադրանքի միջոցներին եւ ըստ էության ժամանակի ընթացքում սա լարում է գեներացնում, լարում է կուտակում քաղաքացի եւ պետություն հարաբերություններում։ Ես խոսում եմ կարմիր լույսի մասին, բայց պատկերացրեք կարմիր դեղին կանաչ լույս կա բոլոր ոլորտներում, ամենատարբեր ոլորտներում եւ ահա մենք արձանագրում ենք եւ ես արձանագրում եմ, որ այս հարաբերությունները ոչ մեկ չի սիրում, որ իրեն սահմանափակում են եւ այս սահմանափակումների արդյունքում առաջանում են որոշակի լարումներ, որը ընդհանրապես հանրային լարման որոշակի դրսևորումներ է ունենում ժամանակ առ ժամանակ եւ մեր ընկալումը այն է, որ այս լարումը, որը առաջանում է այդ հարկադրանքի կամ վարչարության արդյունքում, չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու եւ երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ։ Ասել է, թե երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից եւ համաձայնությունից, այսինքն լեգիտիմ է։ Այսինքն այդ նեղվածությունը, որը բոլոր դեպքերում կա կամ ոչ բոլոր դեպքերում կա, երբ է նվազում, երբ որ քաղաքացին ինքը արձանագրում է, որ իր որոշմամբ ինքը ստեղծել է պետություն, քաղաքացիների ամբողջությունը, եւ իրենից է բխում այդ պայմանը, որ երկրում պետք է լինի կարմիր լույս, դեղին լույս, կանաչ լույս, ընդ որում սա ուղղակի երթևեկության մասին է, բայց ոչ միայն երթևեկության մասին։ Երբ որ քաղաքացին այդ կարմիր լույսի նկատմամբ, ոչ միայն կանաչ լույսի նկատմամբ, այլև կարմիր լույսի նկատմամբ ունի սեփականության զգացում, ինքը համարում է, որ ինքն է որոշել, ինքն է իր այլ համակարգացիների հետ պայմանավորվել, որ երկրում պետք է գործի կարմիր լույսի, դեղին լույսի, կանաչ լույսի համակարգ։ Եվ երբ որ ինքը հանդիպում է այդ կարմիր լույսին, ինքը նախկինի նման չի նեղվում, կամ եթե նեղվում է, նեղվածությունը չի դառնում հանրային լարվածություն, որովհետև ինքը համարում է, որ ինքը ապրում է իր հաստատած կամ իր համաձայնությամբ հաստատված խաղի կանոններով եւ ոչ թե ինչ որ ուրիշ մեկն է իր համար ապրելու կանոններ սահմանել։ Եվ ահա իմ եւ մեր խորին համոզմամբ իրավակարգի լեգիտիմության աղբյուրը սահմանադրությունն է։ Սահմանադրության լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունը, ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է, որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել եւ չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք քվեարկել է սահմանադրության օգտին։ Այստեղից է բխում երկրում արդարության եւ արդարադատության պակասի զգացումը, որովհետեւ արդարությունը եւ արդարադատությունը լեգիտիմության արտահայտություն են եւ որքան որևէ որոշում մոտ է լեգիտիմությանը, այնքան արդար է, կամ արդար է այնքանով, որքանով բխում է լեգիտիմությունից եւ օրգանական կապ ունի լեգիտիմության հետ։ Ու քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարություն եւ արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր սահմանադրության ընդունումն է ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին եւ հնարավոր կդարձնի արդարության եւ արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Նոր սահմանադրությամբ պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտը, արդարության եւ արդարադատության կապը ժողովրդի հետ ել ավելի ուժեղացնելու համար։ Պետք է շարունակվեն արդարադատության, դատաիրավական համակարգի, քրեակատարողական համակարգի մեկնարկած բարեփոխումները, որպես ուղենիշ ունենալով նոր սահմանադրական լեգիտիմությունը, հետևաբար արդարությունը եւ արդարադատությունը, ներքին լեգիտիմության ապահովման, դրա պահպանման եւ զարգացման լավագույն գործիքը ժողովրդավարությունն է եւ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։ Ահա ուրեմն ինչի համար է կարևոր մեզ համար սահմանադրության նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների
մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում եւ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն, որովհետև արդեն ասացի Հայաստանի Հանրապետությունում միշտ եւ բոլոր սահմանադրական հարակվեների արդյունքները լայնորեն կասկածի տակ են դրվել եւ չկա զգացում, որ եւ չկա քաղաքական արձանագրում, ես նաեւ որպես լրագրող եմ լուսաբանել նախկինում սահմանադրական հարակվեները եւ նաեւ քաղաքական գործընթացների ժամանակականատես են եղել բոլոր սահմանադրական հարակվեներին եւ միշտ այդ ընկալումը, որ սահմանադրության արդյունքները, սահմանադրության հարակվեի արդյունքները կեղծված են, ահա այս ընկալումը լարում է առաջացնում եւ խզում է առաջացնում քաղաքացու եւ իրավակարգի միջեւ եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որ իրավակարգի եւ քաղաքացու միջեւ լինի օրգանական կապ, այսինքն այն ինչ որ քաղաքացու կյանքում տեղի է ունենում, բոլոր կարմիր, կանաչ եւ դեղին լույսերը, որ ամենատարբեր ոլորտներում գոյություն ունեն, քաղաքացին համարի, որ ինքն է իր համար ապրելու այդ կանոնները հաստատել եւ սահմանադրությունում արձանագրված է իր պայմանավորվածությունները ուրիշ քաղաքացիների հետ, թե ինչպես ենք մենք մեր երկրում համատեղ ապրելու, ինչպեսին են լինելու քաղաքացի հարաբերությունները, ինչպեսին են լինելու պետություն քաղաքացի հարաբերությունները եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ շատ կարեւոր եմ համարում, որ այդ օրգանական կապը քաղաքացու եւ իրավակարգի միջեւ հաստատվի, իսկ այդ օրգանական կապի հաստատումը սահմանադրության ընդունումն է հարակվեով։ Այստեղ իհարկե կլինի եւ կարող է լինել մի հետեւյալ փաստարկ, որ քաղաքացիները սահմանադրության տեքստը չեն կարդում, ինչ քաղաքացիները նստելու են սահմանադրության տեքստը կարդան, իրավաքաղաքական վերլուծություններ անեն եւ այդպես շարունակ, որպեսզի կարողանան համոզված ընտրություն կատարել եւ արձանագրել իրենց պայմանավորվածությունները։ Այստեղ է որ օգնության է գալիս, իհարկե քաղաքացիների մի մասը անպայման կկարդա, մյուս մասը չի կարդա, բայց այստեղ է որ օգնության է գալիս ժողովրդավարական քարոզարշավը, որովհետև քաղաքական ուժերը եւ հանրային ուժերը սահմանադրության նախաբանի համատեքստում իրենք պետք է նրանք ովքեր կողմ են պետք է ջանք թափեն որպեսզի սահմանադրության տեքստը ենթատեքստը նրբությունները հայտնի դառնան հանրությանը եւ երբ որ կա ժողովրդավարություն եւ երբ որ ժողովրդավարության մթնոլորտում ժողովրդավարական բանավեճեր են տեղի ունենում սահմանադրության նախագծի կողմնակիցների եւ հակառակորդների միջև եւ դա տեղի է ունենում հրապարակային ժողովրդի աչքի առաջ եւ դա դառնում է հանրային քաղաքական օրակարգ այս պարագայում իհարկե մարդիկ այդ բանավեճերին հետևելով իրենք ամբողջական պատկերացում են կազմում, փորձագիտական խորհրդատվություն են ստանում քաղաքական շրջանակներից, փորձագետներից եւ իրենք կարող են իրենց հետևությունները անել եւ այս ճանապարհով ըմբռնել, հասկանալ ամբողջական սահմանադրության եւ տեքստը եւ ենթատեքստը։ Եվ սա կարևորագույն մեխանիզմ է եւ երբ որ մարդը լսում է, հիմա նույն լեգիտիմության, ասենք օրինակ քաղաքական ընտրությունների լեգիտիմությունը, չէ՞։ Այո, մարդիկ երբեմն կարդում են օրինակ նույն նախընտրական ծրագրերը, երբեմն այդ նախընտրական ծրագրերի մասին լսում են։ Հիմա ես ինչ եմ ուղիղ եթերում կարդում եւ մեկնաբանում մեր նախընտրական ծրագիրը։ Կարելի է ասել հրապարակված է նախընտրական ծրագիրը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կայքում դրած, ուզում է թող մտնի կարդա, բայց այդպես չենք չէ վարվում, կարդում ենք, մեկնաբանում ենք, մենք ջանք ենք գործադրում, որպեսզի քաղաքացիների համար հասկանալի լինի մեր մտքերի ընթացքը եւ երբեմն տեքստերը նույնիսկ կարդալուց հետո անհրաժեշտ է մեկնաբանել եւ այս մեկնաբանության process-ում է որ տեղի է ունենում հանրային կարծիքի ձևավորումը եւ ամեն անհատի դիրքորոշումը տվյալ նախագծի վերաբերյալ եւ ուրեմն շատ կարեւոր է նոր սահմանադրությունը
առաջնային մի նպատակ ունի արձանագրել քաղաքացիների պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետությունում իրենց փոխադարձ մեր բոլորիս փոխադարձ հարաբերությունների կանոնների մասին քաղաքացի պետություն հարաբերություն քաղաքացի հարաբերություն համայնք կառավարություն հարաբերություն պետական ինստիտուտներ եւ այլն եւ այսպես շարունակ եւ երբ որ քաղաքացին լսելով մեկնաբանությունները լսելով բանավեճերը որևէ որոշում կայացնի եւ քվեարկի սահմանադրության օգտին դա կլինի այդ օրգանական կապի հաստատումը քաղաքացու եւ իրավակարգի միջեւ, որովհետեւ ինչպես արդեն ասացի, իրավակարգը բխում է քաղաքացու որոշումից։ Այդ որոշումը ունի էմոցիա, այդ որոշումը ունի ենթատեքստ, այդ որոշումը ունի բովանդակություն, անկախ նրանից, թե որ քաղաքացին ինչ ծավալով է ընկալում սահմանադրության տեքստը։ Ընդհանուր առմամբ ես գիտեմ, իհարկե, որ այս թեմայով էլ շատ քննարկումներ կան եւ մասնավորապես կապված թե արդյոք նոր սահմանադրության տեքստը պետք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Ես իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ ասելով, որ նոր սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին եւ իսկ ինչ հիմնավորում ունի դա շատ բարձ հիմնավորում երեք էլ ես խոսեցի եւ վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին դա նշանակում է որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Նույնը եւ երեք ես խոսեցի նաեւ այդ թեմայի մասին։ Եթե հղում ենք անում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք, այսպես ասած, որդեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը, այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Հիմա էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ խոսվում է, ասում են դե Ադրբեջանի պահանջներն է, դա Թուրքիայի պահանջներն է, դա ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ եկեք մենք ինքներս մեզ հարց տանք։ Մենք դա ուզում ենք թե չենք ուզում։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ Ես հստակ արձանագրում եմ եւ արձանագրել եմ եւ նույնիսկ դրա հետ կապված կոչեր եմ անել, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետքա շարունակենք։ Մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, այսինքն այսօր դադարեցված է Ղարաբաղի շարժումը Հայաստանի Հանրապետությունում առնվազն պաշտոնական եւ ժողովրդական մակարդակով։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունի գիտություն։ Այստեղ քննարկման ընդհանրապես թեմա չկա։ Մենք երբեք կասկածի տակ չենք առել եւ կասկածի տակ չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը երբեք բայց նաեւ մենք պարտավոր ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մանդատը ունեցող քաղաքական ուժ ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ այն բովանդակության ընկալումը, որը նաեւ ձևավորել ենք մենք փորձի արդյունքում, նաև ձևավորել ենք վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում։ Էլի հստակ ասում եմ, որ եւ ընդ որում այս արձանագրումը ամեն օրվա հետ ավելի հիմնավոր է դառնում, որովհետեւ ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը նշանակում է Ղարաբաղյան շարժման շարունակություն սրանից բխող բոլոր հետևանքներով։
Հայաստան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ հստակ խոսում է անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում մենք հստակ ասում ենք ժողովուրդ ջան, եթե մենք դա անենք, այսպես իրար աչքով տալով ձև անելով, դա չի աշխատելու։ Մենք հստակ եւ անկեղծ պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի գաղափարախոսության վրա։ Ինչու եմ ես Հայաստանի Հանրապետության պատկերը ուրվագծող քարտեզի այս կրծքանշանով անընդհատ վերջին ժամանակաշրջանում դա ցույց տալու համար, որ մենք մեր գաղափարախոսությունը այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու խնդրի վրա։ Մենք երեք բանակի հատվածում խոսելու ժամանակ էլ այդ մասին ասացի։ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի բացառությամբ այն դեպքերի, երբ մենք միջազգային մանդատների շրջանակներում իրականացնում ենք խաղաղապահ առաքելություն, եւ սա այսօր իմիջայլոց նաեւ ասեմ, երբ որ ես ասում եմ, որ առաջիկա ընտրություններում պատմաքաղաքական հեղափոխություն է սպասում, ես սա նկատի ունեմ, որովհետեւ ես ձեզ այդ շփումներում տեսնում եմ, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ընկալված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի, որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, կոչ եմ արել ձեզ, ասել եմ, որ ես որպես վարչապետ որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում։ Եթե ժողովուրդը համաձայն չէ որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել եւ զրկել ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Իմիջայլոց առաջիկա ընտրություններում էլ բնականաբար այդ հնարավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն եւ բայց նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ որ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա եւ գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար։ Եվ սա պատմական ընտրություն է, որովհետև վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերը օգտագործեն իրենց նպատակների համար մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ, արձանագրելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց հիման վրա, որտեղ Ղարաբաղյան շարժման ավարտ նշանակում է նաեւ օրինակ Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ավարտ, չգիտեմ Արևելյան Անատոլիայի կամ չգիտեմ այդ կարգի խոսույթների ավարտ։ Եվ սա պատմական հնարավորություն է բոլորի համար, ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար։ Սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար։ Եվ երբ որ մենք այս առաջարկը իմիջայլոց անենք, այս առաջարկը, որը մենք չի կարող մերժել, ես նկատի ունեմ տարածաշրջանում եւ աշխարհում, որովհետեւ սա լեգիտիմ առաջարկ է, որովհետեւ սա լեգիտիմության վրա հիմնված առաջարկ է, որը մեկը թող մեզ չվախեցնի փախստականների վերադարձի թեմայով, որովհետեւ ես ասում եմ, այո, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում։ Մենք եւ ոչ միայն մենք։ Եկեք խոստովանենք, որ 30 տարի, ավելի քան 30 տարի, համարյա սա կլինի 40 տարի, Ղարաբաղի մեր ժողովուրդը լիարժեք կյանքով է ապրել։ Անընդհատ այդ անարոշության մեջ, անընդհատ ինչ որ առումով այո քաղաքական պատանդի կարգավիճակով։
Եվ մենք այսօր Ղարաբաղի ժողովրդին ուզում ենք, որ նրանք տնավորվեն Հայաստանի Հանրապետություն։ Այդ պանդխտության տրամաբանությունից դուրս գան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը նաև նրանց հայրենիքն է, եւ նրանք հիմա քաղաքացիություն են ստանում Հայաստանի Հանրապետությունում, եւ բոլոր քաղաքացիների հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հայրենիքն է, եւ նաև մենք հնարավորություն ունենք երկքաղաքացիության, եւ աշխարհի բոլոր հայերը կարող են ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք եւ առանց վերապահումների կլինի իրենց հայրենիքը կոնկրետ որպես Հայաստանի Հանրապետություն։ Սա է իմ ընկալումը, սիրելի հայրենակիցներ, եւ երբ որ ասում ենք խաղաղության ինստիտուցիոնալացում, նաեւ այս նկատի ունենք։ Էլի եմ ասում, մենք մեր սահմանադրության օրակարգը որևէ արտաքին դերակատարի հետ չենք քննարկում։ Մենք այս օրակարգը քննարկում ենք միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Բայց նաև ակնհայտ է, որ սահմանադրության ընդունումը, նոր սահմանադրության ընդունումը ունենա որևէ տարբերակով ունենալու է նաև մեծ տարածաշրջանային ազդեցություն, միջազգային ազդեցություն, ինչպես եւ գործող սահմանադրության եւ նախորդի անկախության հռչակագրի ընդունումն է այդ ազդեցությունը ունեցել։ Եվ հետևաբար մենք առաջարկում ենք այս տրամաբանությունը եւ մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որ այս տրամաբանությամբ հանդես է գալիս եւ այս առաջարկով է հանդես գալիս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ։ Ընդ որում ես ուզում եմ ելի արձանագրել, որ մենք բոլորս որպես քաղաքական գործիչ ծագել ենք Ղարաբաղյան շարժումից։ Ես իմ կյանքում առաջին անգամ քաղաքական միջոցառման դեռևս դպրոցական լինելով մասնակցել եմ 1988 թվականին Ղարաբաղյան շարժման բերումով։ Մենք ունեցել ենք Իջևանում Ղարաբաղյան շարժման աշակերտական կոմիտե, ես ներգրավված եմ եղել Ղարաբաղյան շարժման աշակերտական կոմիտեում։ Եվ այդ թվում նաև ես խոսել եմ, թե ինչն է եղել պատճառը։ Եվ իմ նվիրվածությունը Ղարաբաղյան շարժմանը որևէ ձևով երբեք որևէ արտահայտությամբ կասկածի տակ դրվել չէր կարող։ Այո, ես ասել եմ նաև Արցախը Հայաստան է եւ վերջին չեմ ասել, որովհետեւ այդ արժեքներին նվիրված եմ եղել։ Եվ երկրորդը ես մի հարց եմ տվել, ինչքան պետք է Հայաստանի Հանրապետությունը կանգնած, կներեք, լռված մնա այս նույն կետում։ Մենք պետք է առաջ գնանք, մենք պետք է հարցերի մեջ խորանանք։ Եվ երբ որ ես արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում խորացել եմ Ղարաբաղյան շարժման նրբությունների մեջ, դրանք առաջացրել են հարցեր, նորանոր հարցեր, էլի հարցեր, եւ այդ հարցերի պատասխանների հետ չառերեսվելը կլիներ ուղիղ դավաճանություն Հայաստանի Հանրապետության պետական շահերի եւ հայ ժողովրդի։ Իսկ այդ հարցերի հետ առերեսվելը ինձ բերել է միանշանակ հետևության, որ Ղարաբաղյան շարժումը, այո, այդ թվում արտաքին դերակատարների կողմից հրահրվել, քաջալերվել է, իհարկե ներհայաստանյան գործող անձանց միջոցով եւ մասնակցությամբ եւ Ղարաբաղյան շարժումը անկախության առաջին օրերից օգտագործվել է Հայաստանի Հանրապետության որպես պետություն կայանալը հնարավորինս խոչընդոտելու, Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը հնարավորինս հարվածի եւ կասկածի տակ դնելու համար։ Եվ այդ է պատճառը, որ Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայցակարգը որդեգրելուց հետո հնարավոր դարձավ խաղաղությունը։ Հակառակ դեպքում Ղարաբաղյան շարժումը եւ խաղաղությունը հասկանում եք անհամատեղելի են։ Էլ եմ ասում, մենք նախորդող շրջանում խաղաղություն երբեք չենք ունեցել։ Մենք ունեցել ենք տարբեր ինտենսիվության անընդհատ պատերազմներ, հասկանում եք, անընդհատ պատերազմներ, եւ սրա ապացույցն է այն, որ անկախության առաջին տարուց չի եղել մի տարի, երբ որ մենք սահմանին զոհ չունենանք։ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Զոհեր եւ վիրավորներ, ոչ թե զոհ եւ վիրավոր, այլ զոհեր եւ վիրավորներ։ Եվ հետեւաբար
խաղաղության նկատմամբ հոգ տանելը, խաղաղությունը ինստիտուցիոնալացնելը եւ խաղաղությունը ուժեղացնելը եւ խաղաղությունը հարատև դարձնելը ինքը պահանջում է ոչեշտ քայլեր։ Եվ ես պետք է ուղիղ ասեմ, ծնկի գալով եւ խոնարհվելով մեր բոլոր նահատակների հիշատակի առջև, ես պիտի ասեմ, ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեցել եմ առերեսվել այդ հարցերի հետ, այդքան ուժ ունեցել եմ ասելու բաներ, որ վերջին 100-ամյակների ընթացքում մեր իրականության մեջ ասելը տաբու է եղել։ Եվ սրա շնորհիվ է, որ այսօր մենք ունենք խաղաղություն եւ մենք պետք է ընտրենք, որ ճանապարհով ենք գնում։ Խաղաղության ճանապարհով, խաղաղությունը քայլ-քայլ ամրապնդելու ուժեղացնելու ճանապարհով, թե կոնֆլիկտի եւ պատմական կորստաբեր ցիկլին վերադառնալու ճանապարհով։ Ես համոզված եմ, որ մենք գնալու ենք խաղաղության եւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բարեկեցություն, անվտանգություն, ազատություն կառուցելու ճանապարհով, երջանկության իրական հնարավորություն ստեղծելու ճանապարհով եւ պետություն քաղաքացի օրգանական, պետություն քաղաքացի եւ պետություն իրավակարգ օրգանական կապը ստեղծելու, խորացնելու, զարգացնելու ճանապարհով եւ սրա համար անհրաժեշտ է նոր համադրության ընդունում, ելի եմ ասում, մենք այս թեման քննարկում ենք միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, ուրիշ որևէ մեկի հետ մենք այս հարցը չենք քննարկում։ Իմիջիայլոց ասեմ, ուրիշ շարժումներ էլ կան, թե կառավարությունը ուզում է համադրություն ընդունել, չգիտեմ, ինչ անել, կառավարությունը եւ խորհրդանական մեծամասնությունը կարող են համադրության նախագիծ ընդունել, նախագիծ առաջարկել ժողովրդին։ Համադրության ընդունման ուրիշ ձև, քան համաժողովրդական հանրաքվեն, այսինքն որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը գնա ընտրական տեղամաս եւ քվեարկի համադրության օգտին, չկա պարզապես ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այլ այստեղ խնդիր կա, այստեղ մի խնդիր կա եւ նաեւ այս է պատճառը, որ մենք կարևոր ենք համարում, որ առաջիկա խորհրդանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ թե պարզապես ստանա մեծամասնություն, այլ ստանա սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնություն ասելով նկատի ունենք այնպիսի մեծամասնություն, որը հնարավորություն ունենա քվեարկելով ընդունել սահմանադրության նախագիծ եւ առաջարկել ժողովրդին։ Ժողովուրդը հետո որոշումը ինքը կկայացնի, բայց երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանա սահմանադրական մեծամասնություն, դա կլինի, որ պատմաքաղաքական հեղափոխությունը ըստ էության տեղի է ունենում եւ ժողովուրդը նախնական հավանություն տալիս է այս նախագծին, այս ծրագրին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արձանագրում են, որ իրենք տեր են կանգնում իրենց պետությանը։ Առաջին հերթին տեր են կանգնում իրենց պետությանը եւ իհարկե նաեւ խաղաղությանը, ազատությանը, ինքնիշխանությանը։ Իհարկե այս թեմայով դեռ շատ խոսելու առիթ կունենանք։ Մեր նախընտրական ծրագրի 8-րդ կետը վերաբերվում է քրեական ենթամշակույթին եւ խոսույթը հետեւյալն է. քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։ Նրա քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ եւ այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական եւ հակամարտկային ենթամշակույթ է։ Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական եւ քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց եւ իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին էլ ես բազմիցս խոսել եմ։ Քրեական ենթամշակույթը այսօր մեր բազմաթիվ խնդիրների պատճառ է, այդ թվում
ներ հայաստանյան հարաբերությունների շատ անցանկալի երևույթների վերաբերյալ մտածելիս մենք տեսնում ենք, որ այդ երևույթները ուղղակիորեն կապվում են քրեական ենթամշակույթի հետ, այդ թվում բանակում հարաբերությունների որոշակի ձևախեղումներ, երիտասարդության շրջանում հանրային հարաբերությունների որոշակի ձևախեղումներ։ Իհարկե մենք հասկանում ենք, որ այս խնդրի լուծման համար կարևոր եւ էական նշանակություն ունի պետության եւ պետական ինստիտուտների կայացումը։ Եվ այստեղ էլ է սա նոր սահմանադրության ընդունումը շատ էական, որովհետեւ ըստ էության քրեական ենթամշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը։ Դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը։ Այս նրբությունը շատերը չեն արձանագրում։ Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է։ Բոլոր մակարդակներում։ Քրեական ենթամշակույթի համար անձից գողանալը, պետությունից գողանալը, ընկերությունից գողանալը նորմալ բան է։ Իսկ իրավակարգը, սահմանադրությունը ընդհանրապես ասում են, որ գողանալ չի կարելի եւ գողանալը պետք է բերի պատասխանատվության։ Եվ մեր իրականության մեջ մի պատմական ճեղք կա, եւ այդ պատմական ճեղքը հետեւյալի մասին է։ Մեր վերջին հարյուրամյակների պատմական փորձը մեզ ասում է, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները, ուրիշները։ Եվ մենք այդ պատմական հիշողությունը եւ այդ պատմական տպավորությունը դեռ չենք հաղթահարել։ Ինչու չենք հաղթահարել։ Որովհետեւ չենք արձանագրել եւ դա տեղի էլ չի ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը։ Մեր պատմական հիշողությունը մեզ հետեւյալն է ասում, որ պարսկական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո գալիս է Օսմանյան կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո ռուսական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո խորհրդային կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հայաստանի Հանրապետության դեպքում ուրիշ բան տեղի ունեցավ։ Ինչ որ խումբ մարդիկ հավաքվեցին, գրեցին սահմանադրության տեքստ, հետո կազմակերպեցին հանրաքվե, որտեղ հանրաքվեի արդյունքում սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց, ընդունված, ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ։ Եվ նաև այս քաղաքական իրավիճակում է, որ քրեական ենթամշակույթը Հայաստանում հնարավոր չի լինում այդ քրեական ենթամշակույթը ոչնչացնել եւ վերացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որին նկատել չլինի։ Ինչու, որովհետեւ այս ուրիշների կողմից, ուրիշները տվյալ դեպքում այո, հայաստանյան իրականությունից են, բայց միևնույնն է ժողովրդի լեգիտիմություն այդ իրավակարգը չի ստացել։ Հետևաբար այդ իրավակարգին դիմադրությունը քրեական ենթամշակույթի տեսքով ստանում է որոշակի ըմբռնում մեր հասարակության եւ իրականության մեջ։ Իրավակարգին դիմադրելը ընկալվում է որպես այդպես առավելության նշան։ Իրավակարգը շրջանցելը ընկալվում է որպես առավելության նշան, այնպես ինչպես ասենք օրինակ չգիտեմ Օսմանյան կայսրությունում էր այդպես ընկալվում ենթագիտակցական մակարդակով եւ սրանք չափազանց լուրջ խնդիրներ են, շատ լուրջ խնդիրներ եւ մենք շատ դեպքերում ուղիղ կապը մեր պետական եւ հանրային խնդիրների հետ քրեական ենթամշակույթի եւ այս համատեքստի հետ չենք տեսնում, բայց ես կարծում եմ ժամանակն է, որ մենք առերեսվենք այս խնդրի հետ։ Ես ուրիշ մի խնդրի մասին էլ եմ ասում։ Քրեական ենթամշակույթը հիմնականում կապված է գրավիչ է դառնում տղաների համար, որովհետեւ հիմնական, այսպես ասած, թիրախումբը հենց տղաներն են։ Եվ ես ինձ համար ակնհայտ է Հայաստանի Հանրապետությունում մի երևույթ, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում հիմա աղջիկները, կանայք տեսանելիորեն
ավելի բարձր մրցունակություն են ստանում։ Իհարկե ես շատ ուրախ եմ, որ կանանց դերը Հայաստանի Հանրապետությունում մեծանում է, կանանց մրցունակությունը կրթության եւ մնացած բոլոր ոլորտներում մեծանում է։ Այստեղ խնդրեմը այն է, որ տղաների մրցակցային վիճակը խաթարվում է առաջին հերթին քրեական ենթամշակույթի բերումով, երբ որ որոշակի խոչընդոտներ եւ պատնեշներ են դրվում, այդ թվում քրեական ենթամշակույթի ազդեցությամբ կրթության եւ տղաների միջև, իրավակարգի եւ տղաների միջև, եւ սա լրջագույն խնդրեմ է, որի հետ մենք անպայման պետք է առերեսվենք եւ որը պետք է հաղթահարենք, բայց այստեղ էլ ես լուծումները ենթագիտակցական եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում տեսնում եմ նոր սահմանադրությամբ ընդունումը։ Մեր նախընտրական ծրագրի հաջորդ կետը վերաբերվում է կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, թվայնացմանը, տեխնոլոգիաներին, որոնք հասկացություններ են, որոնց կիրառումն ու կիրառման որակն էականորեն կանխորոշելու են պետական կառավարման եւ կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր տեխնոլոգիական երկիր լինելու համար անհրաժեշտ նախադրյալները, եւ մենք պետք է թվայնացումն ու արհեստական բանականությունը ներդնենք բոլոր այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է ներդնել։ Մյուս կողմից դա իր հետ առաջ է բերելու ներպետական եւ արտաքին մարտահրավերներ։ Թվային համակարգը պատշաճ պաշտպանություն չունենալու դեպքում կարող է դառնալ երկրի աքիլեսյան գարշապարը։ Ուստի կիբերանվտանգությունը դարձել է անվտանգային համակարգի առաջնային շերտերից մեկը։ Կիբերանվտանգության պետական ինստիտուցիոնալ համակարգի կայացումը հնարավորություն կտա արդյունավետ կերպով կիրառելու թվայնացումը, արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաները որպես մարդու կրթության, կյանքի որակը բարելավելու եւ բարեկեցություն ապահովելու գործիքակազմ։ Իհարկե մենք կիբերանվտանգության ոլորտում ինստիտուցիոնալ համակարգերի ներդրումը արդեն իսկ սկսել ենք եւ մենք առաջիկայում շատ կարեւոր ենք համարում, որ այդ համակարգերը ուժեղանան եւ սա մի մարտահրավեր է, որ ամբողջ աշխարհում մեծանում է եւ Հայաստանի Հանրապետությունում նույնպես մենք այս խնդիրը ունենք եւ ունենալու ենք եւ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք կիբերանվտանգության խնդիրներին եւ ընդհանրապես թվայնացման խնդիրներին։ Ես ուզում եմ, որ մենք այս նրբությունն էլ լավ գիտակցենք, թե թվայնացումը ինչպիսի մեծ առավելություններ է բերում, մասնավորապես նախկինում որևէ բանկային փոխանցում իրականացնելու համար, չնայած այսօր էլ կան քաղաքացիներ, ովքեր ենթադրում եմ այդպես են վարվում, դեռևս չեն ադապտացվել թվային գործիքներին, բայց նախկինում օրինակ որևէ բանկային փոխանցում կատարելու համար պետք էր տնից դուրս գալ պարտադիր, ծախսել գումար կամ հանրային տրանսպորտով կամ սեփական մեքենայով հասնել բանկ, կորցնել այդքան ժամանակ, ծախսել գումար, հետո հերթ կանգնել, շատ դեպքերում երկար հերթ կանգնել, հետո տարբեր թղթեր ստորագրել եւ այլն, այդ փոխանցումները իրականացնել, հետո նույնքան ժամանակ ծախսել արդեն սովորական դրանից դուրս կյանքի վերադառնալու համար։ Իսկ այսօր նրանք, ովքեր օգտվում են թվային գործիքներից, դրա համար ընդհանրապես տեղից շարժվելու անհրաժեշտություն չկա, պարզապես անհրաժեշտ է մուտք գործել հավելված եւ ընդամենը վայրկյանների ընթացքում այդ նույն գործողությունը կատարել, խնայելով գումար, խնայելով ժամանակ, խնայելով նյարդեր, խնայելով առողջություն եւ թվայնացումը ամենաշատը թվայնացման առավելությունները ամենաշատը այս դրվագն է ցույց տալիս, բայց մյուս կողմից մենք պետք է ապահովենք, որպեսզի այս process-ները լինեն անվտանգ, որպեսզի որևէ մեկը հնարավորություն չունենա մեր փոխարեն եւ մեր անունից գործողություններ կատարել մեր քարտերի հետ, բանկային հաշիվների հետ, մեր անուն ազգանունների հետ,
Մենք այսօր երբեմն առերեսվում են այնպիսի կիբերհանցագործությունների, երբ մարդիկ ուրիշ մարդկանց անունով վարկեր են ձևակերպում, գումարները վերցնում են, անհետանում են, իսկ վարկերը մնում են այլ անձանց վրա եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս ամեն ինչը կիբերանվտանգության օրակարգ է, որը իհարկե կապ ունի թվայնացման օրակարգի հետ։ Եվ սա պետք է լինի մեր հատուկ ուշադրության առարկան։ Մեր նախընտրական ծրագրի հաջորդ կետը վերաբերվում է արժեքահեն հանրությանը եւ խոսույթը հետեւյալն է. տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ էական է հանրության մարդկային կապերի ամրապնդումը, որի առանցքային հարթակներից մեկը հոգեվոր կյանքն է, որն էական գործոն է նաեւ հավատացյալ հանրության երջանկությունն ապահովելու համար։ Արժեքահեն հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։ Վերջին տասնամյակներում հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու փաստացի ղեկավարության գործունեության հետևանքով հավատավոր հանրությունը մի մեծ մասով օտարվել է եւ շարունակում է օտարվել հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցուց, ինչը այդ թվում հոգևոր անվտանգության խնդիր է, քանի որ դա հնարավորություն է ստեղծել, որ արտաքին ուժերը փորձ անեն հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենատկետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պաշտպանում է հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը եւ որտեղգրում է հետեւյալ ճանապարհային քարտեզը. Ա. Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում, հանգստի կոչում։ Բ. Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Գ. Հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգ է։ Դ. Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը ձեռնմուխ կլինեն հոգեվոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելու։ Միևնույն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի եւ կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ սահմանադրության համաձայն կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Հայաստանյա առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։ Ես ուզում եմ մեկնաբանել նաև այս խոսույթը, որի մասին մենք նախորդող շրջանում շատ ենք խոսել, ընդհանրապես շատ խոսվում է եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին եւ ես դրա լիարժեք կողմնակիցն եմ, բայց ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել։ Եկեղեցուն անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից եւ ավելին, եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ։ Եվ երկրորդը, շատ է խոսվում նրա մասին, որ օրինակ այս պրոցեսները բարենորոգման օրակարգը եկեղեցու դեմ է։ Ընդհակառակը բարենորոգման օրակարգը հանուն եկեղեցու է։ Բայց նաև մենք պետք է հասկանանք ինչ է եկեղեցին համաձայն քրիստոնեական տեսության, համաձայն նոր կտակարանի։ Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին։ Այո, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն։ Եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսը ասում է այնտեղ, որտեղ իմ անունով 3 հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին։ Եվ խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։ Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է։
Ավելին ասեմ, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու պետք է հոգևոր դասի ներկայացուցիչները հնարավորություն չունենան օգտվել սոցիալական երաշխիքների այն համակարգերից, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների համար։ Եվ այստեղ է նաև երևում, որ եկեղեցին ոմանք փորձում են դուրս դնել պետությունից եւ եկեղեցին դնել պետության ներսում տրամաբանության մեջ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Եվ ըստ էության վերջին համարյա մի տարվա ընթացքում, սիրելի քաղաքացիներ, այս թեման բոլոր հնարավոր դիտանկյուններից դիտարկվել է եւ հիմա հարց է թե ինչու է հարցը արծարծվում առաջիկա ընտրությունների համատեքստում եւ ինչու ենք մենք դիմում ժողովրդին։ Մենք դիմում ենք ժողովրդին, որովհետեւ այո, եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է եւ ընտրություններն էլ մեծ հաշվով դատ են այն իմաստով, որ ժողովրդի վերջո պետք է եւ ժողովրդի ինչ այլոց նաեւ իրավակարգի եւ ընդհանրապես որպես լեգիտիմության հիմնական աղբյուր ժողովուրդը նաեւ դատավոր է եւ ժողովուրդը առաջիկա ընտրություններում պետք է նաեւ արդար դատ առնի։ Տեսեք, մենք խոսում ենք այդքան արդարության եւ արդարադատության մասին, բայց առաջին դատավորը, որը պարտավոր է եւ ենթադրում է, որ պետք է լինի արդար, հենց քաղաքացին է, ժողովուրդը, եւ ամեն ընտրություն իմիջայլոց նաեւ դատ է։ Եվ առաջիկա ընտրությունները նույնպես դատ են լինելու նախորդող ողջ շրջանի քաղաքական գործունեության վերաբերյալ եւ քաղաքական մեծամասնության եւ մյուս քաղաքական ուժերի եւ ընդհանրապես հայաստանյան օրակարգերի։ Իսկ նաեւ պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն այս հարցին։ Իսկ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին ըստ էության պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Հոգևոր քարոզները թողած զբաղված են քաղաքական քարոզներով եւ ընդ որում այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են եւ անցնում են օրենքի գծերը սրանից բխող բոլոր հետևանքներով։ Հաջորդ խնդիրը կա, մենք այդքան խոսում ենք արժեքահենք հանրությունից եւ անդադ բողոքում ենք, որ մեր հանրությունը բավարար չափով արժեքահենք չէ։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես է հնարավոր ունենալ արժեքահենք հանրություն, եթե մեր սրբություն սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը աղտոտված է արդեն ձեր ախտահարված է ձեզ բոլորիդ հայտնի հանգամանքներով։ Ինչպես է դա հնարավոր։ Ինչպես է հնարավոր ախտահարված սրբության սրբոցի պայմաններում ունենալ արժեքահենք հանրություն։ Ես դա չեմ պատկերացնում։ Եվ կարծում եմ, որ այո, այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է նաև այս դատը լուծի, այս հարցը լուծի։ Եվ իմիջայլոց շատ սիմվոլիկ եւ կարեւոր եմ համարում, ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ եւ նաեւ կա այսպիսի մի արտահայտություն, որ ձայն բազմած ձայն Աստծո։ Այստեղ ժողովրդի միջոցով պետքա արտահայտվի Աստծո ձայնը համաձայն 25-րդ Սաղմոսի, որում ասվում է. Դա տարա ինձ Տեր, քանզի ամբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար։ Փորձիր ինձ Տեր եւ քննիր ինձ, փորձիր երիկամներս եւ սիրտս։ Ողորմությունը Տեր աչքիս առջև է եւ ճշմարտությունդ հաճելի է ինձ։ Ունայնամիտների աթոռին ես չեմ նստի եւ անօրենների մոտ ես չեմ գնա։ Չարագործների ամբոխը ես ատեցի եւ ամբարիշտների կողքին չեմ բազմի։ Այս սրբությամբ կլվամ ձեռքերն իմ եւ սեղանից շուրջը կնստեմ։ Տեր, թող լսեմ քո օրհնության ձայնը եւ պատմեմ
քո բոլոր հրաշալիքները, Տեր սիրեցի քո տան վայելչությունը եւ քո բարգի բնակության վայրը։ Մի կործանիր ինձ ամբարիշների հետ եւ ոչ էլ կյանքս արյունահեղների հետ, որոնց ձեռքերն անօրինության մեջ են եւ աչքը նրանց լի է կաշառքով։ Ես ամբասիր ընթացա։ Փրկիր ինձ Տեր եւ ողորմիր ինձ։ Ոտքն իմ ուղիղ ճանապարհների վրա թող լինի, մեծ հավաքներում քեզ պիտի օրհնեմ։ Եվ հետևաբար, այո, այս ընտրություններում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը։ Իմիջայլոց ես ուզում եմ մի այսպիսի հանգամանք նշել, որը կապված է հայաստանյանց առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության հետ, համաշխարհային գործունեության հետ եւ նաեւ Սփյուռքի կառույցների գործունեության հետ եւ մի խնդրի մասին խոսել, իհարկե Սփյուռքի հետ կապված հետագա հատվածներում նորից կխոսեմ, կանրադառնամ, ընդհանրապես կա ընկալում եւ եղել է ընկալում, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ներկայացնում է կամ այսպես ասած առաջ է մղում Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը ամբողջ աշխարհում եւ այսպես խոսվում է նաեւ խոսվել է Սփյուռքի մի շարք կառույցների մասին եւ սա նորմալ տրամաբանություն է եւ այս տրամաբանությունը ես ընդունում եմ, բայց մենք ուշադիր պետք է լինենք, որ հանկարծ հակառակը չլինի եւ վախենամ, որ առնվազն մի շարք հայտնի դեպքերում ուղիղ հակառակն է, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերն են առաջ մղվում այլ երկրներում, այլ երկրների շահերն են առաջ մղվում Հայաստանի Հանրապետությունում եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ պետականության։ Եվ սա մի նրբություն է, որի վրա մենք պետք է շատ ուշադիր լինենք, Այո, եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին դուրս չէ պետությունից եւ եկեղեցին բոլոր իմաստներով պետք է գործի պետության մեջ եւ հետեւաբար պետության սահմանած կանոններով։ Ընդ որում այս մեր խոսույթի հակասահմանադրականության մասին պնդումները անհեթեթ են, որովհետեւ գործող սահմանադրության մեջ էլ գրված է, որ պետության եւ հայաստանյաց առաքելական եկեղեցու հարաբերությունները կարող են սահմանվել օրենքով։ Այո, օրենքով կարող է սահմանվել։ Իսկ ով է ասել, որ օրենքով չի կարող սահմանվել այդ թվում հոգևոր ծառայողների սոցիալական համակարգերին ներգրվելու եւ ներգրավելու համակարգը։ Սրա համար պետք է որ հոգևոր ծառայողները նույնպես իմիջիայլոց Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ այս համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Մենք վաղուց ենք խոսել, որ հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաեւ հարկեր վճարի, ընդ որում մենք ասում ենք, այս գլխից մենք պարտավորվում ենք եւ ասում ենք, որ այդ վճարված հավաքագրված հարկերը 100% անվերապահորեն կվերադարձնենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, բայց եւ դեռ մի բան էլ ավելին ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով եւ այդպես շարունակ։ Իսկ ինչու նրանք չեն համաձայնվում։ Ինչու է արդեն 8 տարի Կտրիչ Ներսյանի համար այս օրակարգը ինչու է անընդունելի։ Մի պարզ պատճառով, որովհետեւ նրանք ուզում են գործել ստվերում, չլինել հաշվետվողական եկեղեցու առաջ, որն է ժողովուրդը։ Եկեղեցին ժողովուրդն է, սիրելի ժողովուրդ։ Եկեղեցին ժողովուրդն է։ Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանը չի եւ երբեք չի եղել։ Երբեք որևէ կաթողիկոս չի եղել եկեղեցին։ Կաթողիկոսը եղել է եւ պետք է լինի եկեղեցու մաս, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատացյալ հանրությունը եւ ես հույս ունեմ, ես համոզված եմ, այսինքն, որ ժողովուրդը որպես Աստծո ձայնի կրող
Համաձայն 25-րդ Սաղմոսի այդ թվում ես հարցում իր դատը կանի 2026 թվականի հունիսի 7-ին։ Մեր նախընտրական ծրագրի հաջորդ կետը մշակույթի և սպորտի տնտեսականացման մասին է։ Մշակույթը և սպորտը տեսանելի դեր ունեն արժեքահեն հանրության զարգացման հարցում։ Դրանք մի կողմից մարդուն կապում են հանրային, պետական, համամարտկային արժեքների հետ, մյուս կողմից կյանքի որակի, վայելքի, զվարճանքի էական գործոններ են։ Կարևոր է, որ մշակույթը և սպորտը լինեն մարդակենտրոն, այսինքն ծառայեն մարդուն, հանդիսատեսին, ուժեղացնելով նրանց կապը արժեքների հետ և ստեղծելով նոր արժեքներ։ Պետությունը մշակույթին և սպորտին պետք է աջակցի տնտեսականացման ուղղությամբ, ավելին ավելի դիմաց սկզբունքով, երբ մշակույթը և սպորտը մարդուն արժեքահեն հաճույք և երջանկություն պատճառելու գործառույթ են իրականացնելու, իսկ մարդը պատրաստ է վճարել այդ վայելքին հաղորդակից լինելու համար։ Էական է մշակույթն ու սպորտը դարձնել տարածքային համաչափ զարգացման առանցք, ապահովելով մշակութային կյանքի ապակենտրոնացումը և Երևանից դուրս մշակութային աշխուժ միջավայրը, ինչպես նաև մարզերում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Այս թեմայով էլ մենք բազմիցս խոսել ենք, եթե կոպիտ ասեմ, այս խոսույթը ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում մշակութային դատարկ կամ կիսադատարկ դահլիճները բացառելու տրամաբանությամբ։ Ընդհանրապես երբեմն մեր հարգելի մշակութային որոշ գործիչների շրջանում երբեմն արտահայտվում է այսպիսի խոսույթ, որ մեր մշակույթը, որը ներկայացնում ենք, դա բոլորի եւ ամենքի համար չէ, դա շատ նեղ շրջանակի համար չէ, եւ ընդհանրապես կա այդ բանավեճը, ում համար է մշակույթը, իմ համոզմունքն է, որ մշակույթը մարդու համար է, մշակույթը քաղաքացու համար է, եւ մեր մշակութային նախագծերը առաջին հերթին պետք է ունենան մի նպատակ՝ լինել մարդուն հասանելի, գրավիչ լինել մարդու համար, մարդուն ներգրավել մշակութային կյանք եւ դառնալ ցկյանս կրթության անբաժանելի մասը։ Եվ այսօր մենք գործնականում այդ խնդիրը լուծում ենք մշակույթի ոլորտի ֆինանսավորման նոր համակարգեր ներդնելով։ Եվ մենք արդեն մի քանի մշակութային հաստատություններում ներդնել ենք ֆինանսավորման այնպիսի համակարգ, որը ենթադրում է ֆինանսավորում տվյալ մշակութային հաստատության կողմից վաճառված տոմսերի, այսինքն սեփական եկամուտներ գեներացնելու ընդունակության հետ, այսինքն ինչքանով են նրանք սեփական եկամուտներ գեներացնում, տոմս վաճառում, որ նշանակում է մարդկանց են ներգրավում այդ մշակութային իրադարձությունների մեջ, եւ ուրախ եմ արձանագրել, որ արդեն բազմաթիվ մշակութային հաստատություններ ունեն հաջողություններ։ Եվ երբ որ մենք այս կապերը ստեղծում ենք, մեր մշակութային բազմաթիվ հաստատություններում էականորեն բարձրացել են աշխատավարձերը։ Այսօր մշակութային հաստատություններում եւ նկատի ունեմ այն մշակութային հաստատություններում, ովքեր այս համակարգի մեջ ներառվել են, եւ արվեստագետները եւ ղեկավար կազմը ստանում են աշխատավարձեր, որոնք աներևակայելի կարող են թվալ ընդամենը տարիներ առաջ։ Եվ սա շատ կարևոր է մշակույթի տնտեսականացման իմաստով, որովհետև մյուս կողմից նոր ֆինանսական հոսքերի մուտքը մշակութային համակարգ հնարավորություն է տալիս, որ մշակութային հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում զարգանան, ավելի մրցունակ դառնան, թե ներհայաստանյան եւ թե միջազգային իմաստով, եւ մենք այս նույն տրամաբանությունն ենք պատկերացնում նաև սպորտի դեպքում, որովհետև սպորտը նույնպես պետք է գրավիչ լինի հանդիսատեսի համար, իհարկե տարբեր մարզաձևեր տարբեր պոտենցիալ ունեն, բայց մեր խնդիրն այն է, որ այդ պոտենցիալը ավելացնենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ հետևյալ հանգամանքի վրա։ Մենք չենք դնում մշակույթի կամ սպորտի ինքնաֆինանսավորման խնդիր։ Մենք այդ խնդիրը չենք դնում։ Մենք ասում ենք, որ կառավարությունը պատրաստ է այնքան ավելացնել ֆինանսավորումը, ինչքան օրինակ մշակութային հաստատությունները իրենք կավելացնեն իրենց ֆինանսավորումը,
այդ թվում մշակութային շուկայում ակտիվ գործունեություն մատուցելով եւ իրեն ծառայություններ, որովհետեւ մշակույթը նույնպես ծառայություն է։ Սա շատ կարեւոր է արձանագրել։ Ցանկացած մշակույթ ծառայություն է եւ նույնիսկ դասական մշակույթը, որը մենք այսօր մի քիչ երկնային ենք եւ ոչ թե հողեղեն ենք ընկալում, ժամանակին ինքը ստեղծվել է հենց որպես ծառայություն։ Ժամանակին ինքը ստեղծվել է հենց որպես տնտեսական գործունեության արգասիկ։ Սա շատ կարևոր հանգամանք է մշակույթի տնտեսականացման մեր գաղափարախոսությունը, մեր պատկերացումը հասկանալու համար։ Հաջորդ կետը մեր նախընտրական ծրագրի կոչվում է առողջ ապրելակերպ։ Առողջ ապրելակերպը ոչ միայն առողջությունը պահպանելու, այլև երջանկության եւ բարեկեցության համար էական գործոն է։ Այն ներառում է առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ֆիզիկական կուլտուրան եւ զանգվածային սպորտը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնությունը եւ կառավարությունը կխրախուսեն առողջ ապրելակերպը եւ դրան ուղղված ծրագրեր կիրականացնեն, խթանելով հատկապես սպորտով զբաղվելը երեխաների շրջանում։ Յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա պետք է ունենա հնարավորություն զբաղվելու սպորտով իր նախասիրությամբ։ Իհարկե, այս վերջին կետը արդեն անդրադարձա մշակույթի հատվածում եւ միջոցառումների հատվածում էլ կանդրադառնամ, մենք լայնորեն եւ դպրոցների եւ մանկապարտեզների շրջանակներում, բայց նաեւ Հայաստանում մշակութային եւ սպորտային ենթակառուցվածքը զարգացնելու ենք եւ սա առողջ ապրելակերպը մեր պատկերացմամբ կարևորագույն ուղղություններից մեկն է մեր հանրային կյանքի։ Հաջորդ կետը սոցիալական համերաշխությունն է։ Սոցիալական համերաշխության առանցքային սկզբունքն այն է, որ մարդը իր բարեկեցության աստիճանին հասնում է սեփական աշխատանքի միջոցով։ Հետևաբար պետության սոցիալական քաղաքականության առանցքում պետք է լինի մարդուն ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալու կամ սեփական ձեռնարկությունն ավելի շահութաբեր դարձնելու համար անհրաժեշտ կարողություններով օժտելը, ինչը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Միևնույն ժամանակ սոցիալական համերաշխությունն անհնար է առանց ներառականության։ Պետությունը պետք է հետևողական քայլեր ձեռնարկի կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ, վերացնելով բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց լիարժեք ներգրավվածությանը աշխատասյուկայում, ձեռնարկատիրության եւ պետական կառավարման մեջ։ Պետությունը պետք է երաշխավորի նաեւ հավասար հնարավորություններ եւ հասանելի միջավայր հասարակության բոլոր խմբերի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց եւ ավագ սերնդի ներկայացուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց տաղանդն ու ներուժը կրթության եւ աշխատանքի մեջ։ Ներառականության հայեցակարգի կարևոր բաղադրիչ է նաեւ թոշակառուների տնտեսական ակտիվության ապահովումը։ Կարևոր է այն գիտակցումը, որ որևէ անձ միայնակ չի կարող հասնել բարեկեցության։ Դրան նպաստում են հանրային տարբեր ենթակառուցվածքներ, ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական։ Սա նշանակում է, որ ցանկացած անձ պատասխանատու է հանրության առջև եւ այդ պատասխանատվությունն իրականացնում է աշխատանքով, այդ թվում հարկեր վճարելով։ Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, ընդհանրապես պետք է պատասխանել մի հարցին։ Մարդկանց լավ ապրելը մեր մեծագույն նպատակներից մեկն է, դա կոչվում է բարեկեցություն։ Որն է լավ ապրելու միջոցը։ Լավ ապրելու միջոցը աշխատելն է։ Ուրիշ լավ ապրելու միջոց պարզապես գոյություն չունի։ Համենայն դեպս օրինական միջոց գոյություն չունի եւ անօրինական միջոցներով էլի հնարավոր չէ լավ ապրել, որովհետեւ լավ ապրելու կարևոր կոմպոնենտներից է նաեւ այդ հոգեկան հանդարտությունը եւ հանգստությունը։ Եթե որ մեկը ապօրինի ճանապարհով է լավ ապրում կամ փորձում լավ ապրել, ակնհայտ է, որ ինքը քունը կորցնելու է եւ սա չի կարող համարել լավ ապրել։ Հիմա, բայց ոչ բոլոր աշխատանքներն են ցավոք բերում եւ հանգեցնում լավ ապրելու։ Հետեւաբար ո՞նց պետք է մարդը լավ ապրի։ Մեր ընկալումն այն է, որ պետությունը պետք է մարդուն աջակցի, քաջալերի, որպեսզի ինքը լավ ապրելու համար անհրաժեշտ ավելի լավ աշխատանք ունենալու առավել մեծ հմտություններ ձեռք բերի։
Նաև էս է պատճառը, որ մենք անդադ խոսում ենք C կյանասկրթության մասին։ Էլի վերադառնալով այդ թեմային, ուզում եմ արձանագրել հետևյալը. եթե մեր մոտ որևէ բան չի ստացվում, եթե մենք չենք կարողանում հասնել այնպիսի աշխատանքի, որը մեզ կհասցնի առավել բարեկեցության ավելի բարձր մակարդակի, ուրեմն մենք պետք է անդրադառնանք մեր գիտելիքին, մեր հմտություններին, մեր կրթությանը, անհրաժեշտության դեպքում գնալ վերապատրաստման եւ վերամասնագիտացման ճանապարհով եւ պետությունը այստեղ է որ առաջին հերթին պետք է օգնի քաղաքացիներին ամենատարբեր ծրագրերով։ Ես էլի ուզում եմ ասել, չկա լավ ապրելու տարբերակ առանց աշխատանքի։ Ընդ որում աշխատանք ասելով ես ձեզ վերջերս մի հետաքրքիր բան եմ նկատել, երբ որ մարդուն ասում են աշխատանք ունեք, շատ հաճախ մարդիկ ասում են չէ, չեմ աշխատում, հետո խոսակցության ընթացքում պարզվում է, որ իրենք ասենք օրինակ, իրենք ունեն ինչ-որ բիզնես։ Եվ տարօրինակ կերպով մարդիկ այդ բիզնեսը աշխատանք չեն համարում, մինչդեռ ընդհակառակը հենց բիզնեսը աշխատանք է, զբաղվածություն է բառացիորեն, եւ այստեղ էլ սոցիալ հոգեբանական մի նրբություն կա, որը դեռ պետք է հասկանալ։ Իսկ որ աշխատանքում եւ բիզնեսում հաջողությունը կապված է անհատական հմտությունների հետ, ես օրինակ դա ընկալում եմ հետեւյալ տրամաբանությամբ եւ պատկերով։ Ասենք օրինակ մենք շատ ենք տեսնում, որ նույն փողոցի վրա իրար կողմ գործում են կրպակներ, խանութներ եւ շատ հաճախ մենք արտաքին տեսքից արդեն հասկանում ենք եւ հետագա ուսումնասիրությունից էլ պարզում ենք, որ այս մի կրպակի գործերը լավ են, այս մյուս կրպակի գործերը վատ են։ Այս մի կրպակը զարգանում է, կողքին անմիջապես գտնվող կրպակը ընդհակառակը գնում է քայքայման եւ փակման ճանապարհով։ Նույն փողոցը, նույն տարածքը, նույն երկիրը, նույն համակարգը, նույն հաճախորդները։ Իսկ ինչն է պատճառը, որ կպած, ես համոզված եմ, որ դուք եք ձեր թաղամասերում, ձեր մոտակայքում նայեք եւ կտեսնեք այդպիսի իրավիճակներ, որ իրար կպած երկու կրպակ կամ խանութ բոլորովին տարբեր իրավիճակներում են եւ իրադրություններում են։ Ինչն է դրա պատճառը։ Դրա պատճառը անհատական հմտություններն են, անհատական գիտելիքը, որովհետև երկուսն էլ նույն դաշտում են գործում, երկուսն էլ նույն պայմաններում, նույն եղանակային, օրենսդրական եւ բոլոր հնարավոր նույն պայմաններում են գործում։ Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ մարդու անհատական հմտությունները զարգացնելը պետության առաջնային պարտավորությունն է, եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, ինչով պետք է պետությունը ուժեղացնի մարդուն։ Առաջին հերթին կրթությամբ, իհարկե սկսած մանկապարտեզից եւ դպրոցից։ Իսկ ինչով մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մարդը պետությանը պետք է ուժեղացնի հարկեր վճարելով, որովհետև այդ վճարված հարկերի միջոցով այդ թվում պետությունը մարդկանց նորից եւ ավելի ուժեղացնելու հնարավորություն է ստանում։ Իմիջիայլոց ուզում եմ անդրադառնալ նաեւ հարկերը դեմոնիզացնելու քաղաքականության, որովհետև նրանք, ովքեր դեմոնիզացնում են հարկերը, նրանք խոսում են պետություն չունենալու, անկախություն չունենալու, ինքնիշխանություն չունենալու, զարգացում չունենալու, անվտանգություն չունենալու, խաղաղություն չունենալու օգտին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Պետությունը նույնպես ընտանիք է։ Ընտանիքը ո՞նց է ապրում։ Ընտանիքը ապրում է հետևյալ կերպ։ Մարդիկ աշխատում են, իրենց աշխատածը ինչ որ մի հատված օգտագործում են նեղ անձնական կարիքների համար, մյուս հատվածը դնում են ընտանեկան բյուջե։ Եվ ինչքան ընտանեկան բյուջե գումար է մտնում, այդքան ավելի լավ ապրում է այդ ընտանիքը։ Նույնն էլ պետությունն է, ոչ մի տարբերություն։ Եվ հետևաբար, ինչքան շատ ենք մենք ներդրում պետական բյուջե, այնքան ավելի մեծանում է մեր բարեկեցությունը։ Ես էլի ու էլի ուզում եմ կրկնել իմ անձնական համոզմունքը եւ դա ակնհայտ է կարծում եմ։ Մարդու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը իր անձնական բարեկեցության համար ինչքան փող է ծախսում, մեզնից յուրաքանչյուրի անձնական բարեկեցությունը կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ինչքան փող է ծախսում յուրաքանչյուրի բարեկեցության համար։ Դրա ակնհայտ օրինակը, օրինակ, առողջության ապահովագրությունը։
որը արդեն կայացած իրողություն է Հայաստանի Հանրապետությունում։ Էլի բերում եմ շատ հայտնի եւ իմ սիրած օրինակը։ Մեզնից յուրաքանչյուրը չի կարող ինքը իր համար ճանապարհ կառուցել։ Ճանապարհները, որը մենք կառուցում ենք, բոլորի համար է, բայց մեզնից յուրաքանչյուրի համար է։ Որտեւ եթե մենք նույնիսկ ամենաճոխ ավտոմեքենան ունենանք եւ ճանապարհներ գոյություն չունենան, այդ ճոխ ավտոմեքենաները շատ արագ ջարդուփշուր կլինեն եւ հետեւաբար մեր բարեկեցությունը այդ մեքենան վայելելու կախված առաջին հերթին կախված չի նրանից, թե մենք ինչքան ենք գումար ծախսում մեր անձնական բարեկեցության համար, որտեղ մենք անձնական բարեկեցության համար ինչ որ մեկը, չգիտեմ, ինչ արժեն այդ մեքենաները, ասենք մեծ գումար է ծախսել եւ իր համար առելա, չգիտեմ, ինչ, Bentley է առել կամ Maybach է առել։ Բայց իր բարեկեցությունը կախված չի դրանից, որովհետեւ այլ կախված է նրանից, թե պետությունը գումար ծախսել է որակյալ ճանապարհ ունենալու համար։ Եթե չկա որակյալ ճանապարհ, ուրեմն այդ մարդը, այդ Maybach-ը կամ չգիտեմ ուրիշ ով ինչ մեքենա նախընտրում, ով ինչի հնարավորություն, ոչ մեկ չի կարող վայելել։ Սա է ամենապարզ պրիմիտիվ օրինակը։ Պատկերացրեք, մարդը ունի հնարավորություն ձեռք բերել S-դասի Mercedes, բայց երկրում չկան ճանապարհներ։ Այդ Mercedes-ը շատ արագ քարուքանդ կլինի։ Կամ ես միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ պատկերացրեք մի մարդ հսկայական առանձնատուն է կառուցել։ Ճոխ առանձնատուն է կառուցել։ Արդյոք ինքը իր բարեկեցության համար ծախսել է հսկայական գումար, բայց արդյոք նա հենց դրանից է առաջին հերթին կախված իր բարեկեցությունը։ Ոչ, որովհետև եթե օրինակ պետությունը գումար ծախսած չծախսի եւ կոյուղի գոյություն չունենա, այդ մարդը այդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի եւ ջրագծեր գոյություն չունենան, այդ մարդը այդ դղյակի մեջ չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի էներգամատակարարման եւ գազամատակարարման համակարգեր անցկացնելու վրա, այդ մարդը չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի ճանապարհներ կառուցելու համար, այդ մարդը այդ դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել։ Եթե պետությունը գումար չծախսի իրավակարգ եւ անվտանգություն ապահովելու համար, ասենք օրինակ ոստիկանություն չլինի երկրում, քննչական մարմիններ չլինեն, 10 օրվա ընթացքում այդ դղյակից քարերը կմնան, որովհետև այնց կթալանեն, որ այդ մարդու վրա սկի խաբար չի լինի։ Եթե պետությունը գումար չծախսի առողջապահական համակարգ ունենալու համար, այդ դղյակը, այդ մարդը չի կարող վայելել։ Եվ այլն, այսպես դպրոց, մանկապարտեզ եւ ամենատարբեր բաներ։ Սա է պատճառը, որ ես ուզում եմ ասել, որ մարդու բարեկեցությունը հետևաբար առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը իր բարեկեցության համար ինչքան գումար է ծախսում, այլ կախված է նրանից, թե պետությունը այդ մարդու բարեկեցության վրա ինչքան գումար է ծախսում։ Եվ իմիջիայլոց ուզում եմ հետևյալն էլ ընդգծել, շատ խոսվում է փոքր եւ միջին բիզնեսի վերաբերյալ, բայց մեր փորձը ինչ է ցույց տալիս։ Եթե լինում են մեծ սողանցքներ են լինում, այդ փոքր եւ միջին բիզնեսի հարկային արտոնություններից օգտվում են խոշորները, ինչպես կտրտում են իրենց բիզնեսները դարձնում, մի հատ խոշոր բիզնեսը դարձնում են 15 հատ փոքր բիզնես եւ հանգիստ շրջանցում են հարկային համակարգերը։ Իհարկե մենք նաեւ հետագա շարադրման մեջ կտեսնենք այդ թեման, որ մենք իհարկե աշխատում ենք եւ կաշխատենք միշտ հարկային հնարավորինս լավ համակարգ եւ կանխատեսելի համակարգ ունենալու շուրջ եւ մենք այս թեմայով բաց ենք քննարկումների համար, մենք քննարկում ենք եւ կշարունակենք քննարկել եւ կանխատեսելի համակարգ ներդնելը մեզ համար առաջնային խնդիր է, բայց հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է, դա նշանակում է ավիրել բարեկեցության բոլոր հնարավորությունները, դա նշանակում է ձևախեղել բարեկեցության հնարավորությունները, դա նշանակում է
գործել ընդդեմ պետության։ Կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա ճանապարհ, չկա հարկ, չկա ճանապարհ, կա հարկ, կա անվտանգություն, չկա հարկ, չկա անվտանգություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն, եւ այլն եւ այսպես շարունակ, այսպես կարելի է թվարկել դպրոց, մանկապարտեզ, առողջապահություն, անվտանգություն եւ այդպես շարունակ։ Հաջորդ կետը մեր նախընտրական ծրագրի կոչվում է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը եւ մենք կարծում ենք, որ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը եւ կոշտ թափոնների խելացի կառավարումը հանրային կյանքի հարմարավետության, բարեկեցության, երջանկության, առողջության կարևոր պայմաններ են։ Բնության նկատմամբ խնամքը, կենսաբազմազանությունը պետք է լինեն պետական եւ հանրային ուշադրության կենտրոնում։ Կներդրվի կոշտ թափոնների շրջանաձև կառավարման համակարգ, հիմքում ունենալով Լիտվայի եւ եվրոպական մի շարք այլ երկրների հաջողված փորձը, հանքարդյունաբերության ոլորտում քայլ առ քայլ ստանդարտները կհամապատասխանեցվեն միջազգային լավագույն փորձին։ Հաջորդ կետը վերաբերվում է ջրին, եւ ես ասել եմ, որ ջրային խնդիրները մեզ համար առաջիկա 5 տարում լինելու են 5 առաջնահերթությունների մեջ եւ ես նույնիսկ այդ հարցը համեմատության մեջ եմ դնում խաղաղության օրակարգի հետ։ Իսկ մեր նախընտրական ծրագրում հարցը ձևակերպված է այսպես. ջուրը ուրախության եւ երջանկության համոզիչ սիմվոլներից է։ Միջալյուց նկատել եք, որ այդ թվում մեր Վարդավառի ավանդույթները ենթադրում են, որ իսկապես ջուրը մեր իրականության մեջ ուրախության եւ երջանկության սիմվոլներից է։ Եվ դրա հասանելիության, ջրի հասանելիության շարունակական աճը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների ուրախության եւ երջանկության ամենահամոզիչ արտահայտությունը։ Առաջիկա հնգամյակում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի խմելու եւ ոռոգման ջրի կուտակմանը, կորուստների նվազեցմանը, ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, ջրի հասանելիության ընդլայնմանը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի նաև ջրի նկատմամբ խնայող եւ հոգատար հանրային վերաբերմունքի եւ վարկականոնի ձևավորմանը, այդ թվում կրթական համակարգի միջոցով։ Երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի առանց մաքրման բացթողումը բնություն։ Հանրապետության բոլոր բնակավայրերում կան ջրային խնդիրներ, եւ մենք ասում ենք, որ այդ ջրային խնդիրները մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու 3 հիմնական ուղղություններով՝ խմելու ջուր, որտեղ մենք պետք է ապահովենք երկարաժամկետում 24 ժամյա ջրամատակարարում, ոռոգման ջուր, մենք պետք է լայնորեն ընդլայնենք ոռոգելի տարածքները մեր երկրում եւ իհարկե շատ կարևոր է արձանագրել, որ երկարաժամկետ հեռանկարում պետք է բացառել օգտագործված ջրի առանց մաքրման բացթողում բնություն։ Այսինքն օգտագործված ջուրը պետք է մաքրվի, նոր բաց թողնվի բնություն եւ սա է կարևորագույն պայմաններից մեկը մեր երկրում ջրային խնդիրները ապահովելու։ Իհարկե, լավ լուրն այն է, որ Հայաստանի Հանրապետության լեռնաշխարհում բավարար չափով ջրային ռեսուրսներ հիմա այս տարվա եղանակն է դա ցույց տվեց, ձևավորվում են։ Մեր խնդիրն է այդ ջրային ռեսուրսները կուտակել եւ ճիշտ կառավարել եւ ջրային հարցերը մեզ համար լինելու են բացարձակ առաջնահերթություն։ Ջրի կառավարում, բայց նաեւ այստեղ էլ կրթական հարց կա եւ նաեւ ջրի նկատմամբ խնամքը, ջրի նկատմամբ հատուկ վերաբերմունքը նույնպես կարևոր պայման է, թե ինչ հաջողությամբ մենք այս խնդիրները կարողանանք լուծել։ Եվ դրա մասին ես կառավարության նիստերում եմ անդրադարձել, իհարկե պարզ հարց չի, ես խոսում եմ, բայց ես ինքս էլ նկատում եմ, որ շատ դժվար է այդ նոր գործելակերպը որդեգրել։ Օրինակ, այդքան ես խոսում եմ, ինքս ասում եմ, բայց շատ հաճախ արձանագրում եմ, հազար ներողություն ես կներեք մի քիչ բանի հիգիենայի թեմաների մասին խոսելու համար, անդադ արձանագրում եմ, որ ատամներ լվանալիս շատ հաճախ ջրի ծորակը շարունակաբար ինչպես նախկինում բաց եմ թողում եւ մենք թերևս պետքա որդեգրենք այն կուլտուրան, որ մասնավորապես ատամ լվանալիս պետքա ոչ թե հոսող ջուրը հոսող թողնենք, այլ բաժակով դա անենք, որպեսզի նման զարգացումները բացառենք։ Ընդ որում, ասենք մենք չենք պատկերացնում,
որ ենթադրենք Երևանի մասշտաբով միայն վերցնենք, ամեն մեկս 5 վայրկյան ծորակը ավել բաց թողեք, այդ տասնյակ հազարավոր լիտր ջուր է, որը կարող է էլի տասնյակ հազարավոր այլ մարդկանց այդ նույն կարիքները հոգալ։ Իհարկե սա երկարաժամկետ process է, ես օրինակ խոստովանում եմ, որ ես ինքս անընդհատ դրա մասին խոսում եմ, փորձում եմ աշխատել, բայց դա միջև դառնա սովորություն, շատ երկար ժամանակ կանցնի, շատ կարևոր է, որ մենք չվախենանք, խոսենք եւ խոստովանենք, որ փորձում ենք չի ստացվում, բայց եթե հետեւականորեն փորձենք, հաստատ մի օր կստացվի եւ մենք մեր կյանքում, այդ թվում ջրային կյանքում, մենք այդ արդյունքները անպայման կտեսնենք։ Իհարկե ջրի հետ կապված այլ ծրագրեր նույնպես կան եւ այդ թվում հաջորդ 16-րդ գյուղատնտեսություն բաժնում, որտեղ մենք ասում ենք, որ գյուղատնտեսություն ասելով այլևս պետք է հասկանալ նախ եւ առաջ ինտենսիվ գյուղատնտեսություն եւ բոլոր ջանքերը կենտրոնացնել Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսությունը ընդլայնելու վրա։ Օրգանիկ եւ փորձարարական գյուղատնտեսությունը նույնպես պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ։ Եվ սրա մասին էլ մենք բազմիցս ենք խոսել, այդ թվում ջրային թեմայի հետ կապ ունի այս հարցը, որովհետեւ ջուր խնայող տեխնոլոգիաները էականորեն մեծացնում են գյուղատնտեսության արդյունավետությունը, կաթիլային ոռոգում եւ այլն, եւ նաեւ ջրի խնայման մեծ էֆեկտներ են ունենում։ Կարճ ասած, այն ջուրը ջրաքանակը, որ մենք սովորաբար օգտագործել ենք, ենթադրենք մի հեկտար այգի ոռոգելու համար, այդ նույն ջրաքանակը կարելի է օգտագործել 2, 3, 4, 5 հեկտար այգի ոռոգելու համար, բայց իհարկե այստեղ ակնհայտ մի օրողություն կա, որ հնուց տնկված ծառերը հնարավոր չէ այդպես այգիները տրանսֆորմացնել որպես ինտենսիվ այգիների, այդ է պատճառը, որ մենք մեր նախընտրական ծրագրում եւ դրա մասին կխոսենք դեռ կարևոր ենք համարում, որպեսզի մենք գյուղացիներին, գյուղացիական տնտեսություններին աջակցենք, որպեսզի նրանք այդ արդեն հնացող տեխնոլոգիաներից կարողանան անցում կատարել նոր ինտենսիվ գյուղատնտեսության տեխնոլոգիաների, որը իհարկե եւ աշխատանքի արդյունավետությունը, եւ բերքատվությունը, եւ սպասվող շահույթներն ու եկամուտները էականորեն կավելացնեն, մյուս կողմից ծախսերը, այդ թվում ջրի ծախսը էականորեն կկրճատեն։ Հաջորդ կետը վերաբերվում է Հայաստանի գյուղերից եւ մենք ձևակերպել ենք այսպես. Հայաստանի գյուղերը ցեխի միջից դուրս բերելը կշարունակի մնալ կարևոր խնդիր մարդկանց հարմարավետությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելու տեսակետից։ Մենք վերջին տարիներին, վերջին 8 տարում Հայաստանի բազմաթիվ գյուղերում բազմաթիվ փողոցներ ենք սալարկել, նորոգել, այնպիսի փողոցներ, որոնք իրենց կյանքում երբեք այդ գյուղերի պատմության մեջ երբեք սալարկում, այսինքն բարեկարգ փողոց չի եղել, եղել է ուղղակի հողե փողոց, որը սովորաբար փոշու մեջ է, անձրևի ժամանակ ցեխի մեջ, եւ մենք Հայաստանի Հանրապետության գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարեւոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում, որպեսզի գյուղում ապրելը ինքնին չնշանակի զրկված լինել։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, որ գյուղում կանայք կաբլուկով կոշիկ հագնելու հնարավորությունից չի նշանակում, որ պետքա զրկված լինեն, եւ մենք այո բարեկեցություն ասելով նկատի ունենք նաեւ բնականաբար բարեկեցություն գյուղական վայրերում եւ նաեւ այս մեր գյուղերի ցեխի մեջ լինելն է նաեւ որ արտագաղթի գյուղական բնակավայրերից դեպի խոշոր բնակավայրեր արտագաղթի պատճառ է դառնում եւ մենք այսպիսի պատճառներ կան, որոնց հետ չենք էլ առերեսվում, բայց դրանք լրջագույն պատճառներ են եւ մենք այո Հայաստանի Հանրապետության գյուղերը ցեխի միջից հանելը մեր կարևորագույն տնտեսական, քաղաքական, սոցիալ հոգեբանական խնդիրներից է։ Միայն մի խնդրանք ունեմ, հնարավոր չէ տանել միանգամից։ Ես հույս ունեմ բոլորը տեսնում եք, որ այդ process-ները սկսված են, ընթանում են եւ միանշանակ այդ process-ները առաջ կգնան։ Ինչպիսի արագությամբ ես էլի եւ ինչ ծավալով ես էլի անընդհատ
կրկնում եմ նույն բանը, այն ծավալով, ինչ ծավալով մենք ամեն անգամ առևտուր անելիս կպահանջենք եւ կստանանք ՀԴՄ կտրոններ։ Ինչքան շատ մենք ՀԴՄ կտրոններ պահանջենք եւ ստանանք, այնքան ավելի արագ, ավելի մեծ ծավալներով մեր գյուղերը դուրս կգան ցեխի միջից, այնքան ավելի մեծ ծավալներով մեր ճանապարհները գյուղական, ներգյուղական, միջգյուղական, ներհամայնքային, միջհամայնքային ավելի մեծ տեմպերով կկառուցվեն, չնայած մեծ հաշվով նաև մեր այսօրվա տեմպերը վատը չեն, բայց իհարկե միշտ էլ այդ տեմպերը ավելացնելու եւ որակը ավելացնելու տեղ կա։ Հաջորդ մեր նախընտրական ծրագրի կետը հետևյալն է. վայրի եւ ընտանի կենդանիների պաշտպանությունը կլինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած խորհրդանական մեծամասնության եւ կառավարության ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ թափառող կենդանիներից քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ կձեռնարկվեն համալիր միջոցառումներ։ Հաջորդ կետը հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է, որ պետական եւ համայնքային մարմինները չխոչընդոտեն անհատի կազմակերպությունների ստեղծարար եւ լեգիտիմ գործունեությանը եւ անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար։ Առավելագույն նպատակն է այդ ամենում օգնել աջակցել անհատներին եւ կազմակերպություններին։ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ հանրային եւ համայնքային ծառայությունը մրցունակ լինի մասնավոր հատվածում աշխատանքի հետ, որպեսզի ավելի ու ավելի շատ տաղանդների հնարավոր լինի ներգրավել հանրային եւ համայնքային ծառայություններում։ Սա եւ բովանդակային, եւ իրավական, եւ տեխնիկական իմաստներով էականորեն կբարելավի հանրության եւ յուրաքանչյուր անհատի կյանքի որակը։ Պետական պաշտոնյաների բարեվարկության ստանդարտների եւ հակակոռուպցիոն համակարգի հետագա զարգացումը նույնպես հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունի։ Մեր հաջորդ կետը վերաբերվում է գիտությանը։ Գիտությունը պետք է զարգանա ոչ միայն հիմնարար ուղղությամբ, այլև պետք է ստեղծի կիրառական գործիքներ հանրային եւ պետական կյանքը, տնտեսությունը եւ կրթությունը տեխնոլոգիաների օգտագործումն առավել արդյունավետ դարձնելու համար հանուն հանրային բարեկեցության եւ զարգացման։ Գիտության զարգացման մշտական ուղեկից եւ խթան պետք է լինի։ Գիտությունը զարգացման մշտական ուղեկից եւ խթան պետք է լինի։ 2020-2031 թվականների ընթացքում գիտության ֆինանսավորումը կաճի եւ կհասնի հնայի 1%-ի։ Ես այս վերջին կետերը մեկնաբանելով ուզում եմ ասել հետևյալը, ընդհանրապես ակնհայտ է, որ քաղաքացիների կյանքը առաջին հերթին կախված է, կյանքի որակը առաջին հերթին կախված է պետական համակարգերի եւ համայնքային համակարգերի աշխատանքից։ Ինչքան որակյալ է պետական համակարգի աշխատանքը, այնքան որակյալ է քաղաքացիների կյանքը։ Սա աքսիոմա է, սա կարծում եմ ակնհայտ է։ Հիմա որպեսզի պետական համակարգի աշխատանքը լինի որակյալ, պետք է պետական համակարգում աշխատեն հնարավորինս որակյալ կադրեր։ Որպեսզի պետական համակարգում աշխատեն հնարավորինս որակյալ կադրեր, պետական համակարգում աշխատանքը պետք է գրավիչ լինի լավ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար։ Որպեսզի լավ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների համար պետական աշխատանքը լինի գրավիչ, պետական համակարգում վարձատրությունները պետք է լինեն մրցունակ մասնավոր հատվածի հետ։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Ասենք օրինակ մենք եղել են դեպքեր, երբ որ բարձր որակավորում ունեցող մարդկանց հրավիրել են պետական համակարգում աշխատանքի։ Մարդը հստակ ասել է, որ ինքը մեծ պատիվ կլինի իր համար ծառայել պետությանը եւ ժողովրդին, բայց այդ եղած աշխատավարձերի պայմաններում ինքը չի կարող դա անել օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ ինքը օրինակ ամիսը այսքան վարկ ունի վճարելու եւ ինքը համարել է, որ ինքը ունի այնպիսի աշխատանք, որ կարող է իր ընտանիքի համար այդպիսի ծախսեր անել։ Բայց հիմա եթե իր աշխատանքը փոխի, ինքը չի կարող այդ վարկերը սպասարկել։ Իսկ պետական համակարգում շատ թե քիչ մրցունակ, թեկուզ նեղվելով այդ խնդիրը լուծելու հնարավորություն տվող աշխատավարձեր չկան։
Եվ ես սա ասում եմ հատուկ այն բարեփոխումները, որ մենք անում ենք պետական համակարգում, կատարողականի հիման վրա վարձատրության համակարգը ներդնելու համար, սիրելի հայրենակիցների, վերջո եկեք արձանագրենք, որ այդ որոշման շահառուն առաջին հերթին դուք եք, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, եւ ինչքան որակյալ լինի պետական համակարգի աշխատանք, այնքան ավելի շատ օգուտներ կստանաք դուք։ Եվ ես էլի ուզում եմ բերել առողջության ապահովագրության համակարգը։ Եվ որ ես անցյալ տարի արդեն դուք գիտեք, որ առողջության ապահովագրության համակարգը մենք պետք է ներդնեինք, չեմ հիշում կոնկրետ երբ, բայց պլանավորված էլ ավելի վաղ, բայց անդադ չէր ստացվում ամենատարբեր պատճառներով։ Երբ որ մենք նախորդ տարի ներդրեցինք առողջության ապահովագրության համակարգը, ներողություն, կատարողականի հիման վրա վարձատրության համակարգը, դա ինձ լրացուցիչ վստահություն տվեց, որպեսզի ես պետական համակարգի առաջ խնդիր դնեմ, ասեմ գնացեք եւ աշխատեք, անհրաժեշտության դեպքում աշխատեք գիշեր-ցերեկ, որպեսզի 2026 թվականի հունվարի 1-ից համակարգը աշխատի։ Եվ ել եմ ասում, այդ համակարգը պետք է հնարավորություն տա պետական պաշտոնյային լինել գերկենտրոնացած իր աշխատանքի վրա, գերկենտրոնացած, եւ որևէ մեկը, որևէ բան չպետք է շեղի պետական պաշտոնյային իր աշխատանքից, այդ թվում հազար ներողություն ընտանիքի անդամները եւ ընտանիքի փոքր եւ ամենօրյա հոգսերը։ Պաշտոնյան պետքա կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, որպեսզի իր առջև դրված խնդիրները լուծի։ Իսկ այդ լուծված խնդրից ով է շահում, շահում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ դրա ամենավառ օրինակը առողջության ապահովագրության համակարգն է, եւ ես ուրախությամբ եմ արձանագրում, որ այսօր Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիներ վայելում են առողջության ապահովագրության համակարգը եւ առողջության ապահովագրության համակարգի համընդհանուր ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրման գործում իհարկե այս հանրային կառավարման ոլորտում մեր իրականացրած բարեփոխումները ունեն շատ էական եւ շատ կոնկրետ նշանակություն։ Իսկ ընդհանուր առմամբ նաեւ մենք վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը էականորեն բարձրացրել ենք, մեծացրել ենք եւ մենք նաեւ գիտության գործիքները մտադիր ենք ավելի ու ավելի շատ օգտագործել հանրային կառավարման տիրույթում, որովհետեւ մենք ուզում ենք, որ մեր գիտությունը շարունակական զարգանա, որպեսզի այդ թվում կառավարությանը եւ տնտեսությանը փորձագիտական եւ պրակտիկ տեխնոլոգիական կոնկրետ լուծումներ առաջարկի, սրա համար գիտությունը պետք է ֆինանսավորվի եւ մենք մտադրված ենք առաջիկա հնգամյակի ընթացքում հասնել գիտության ֆինանսավորումը հնայի 1% հասցնելու նպատակին։ Իհարկե այստեղ շատ կարևոր է, որ այդ ներդրումները լինեն ճշգրիտ, որպեսզի գիտության ֆինանսավորումը ինքը ուղղակի կամ անուղղակի բերի պետական նոր եկամուտներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար, որպեսզի այս ֆինանսավորման արդյունքում պետությունը, հանրությունը ոչ թե կորցնի, այլ շահի։ Եվ ես համոզված եմ, որ մենք հենց այդպես էլ կվարվենք։ Եվ ի վերջո մեր ուրեմն տեքստային, խոսույթային հատվածը հաջորդ կոչվում է տնտեսական զարգացումը պետական շահ։ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է, որովհետև միայն տնտեսական զարգացման արդյունքում են ձևավորվում այն ֆինանսական միջոցները, որոնցով կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ամրացված շրջաններ, վճարվում կենսաթոշակներ եւ այլ սոցիալական նպաստներ, իրականացվում առողջության ապահովագրության համար անհրաժեշտ ծախսեր, իրականացվում հասարակական կարգի պաշտպանություն, ֆինանսավորվում գիտությունը, դիվանագիտական ծառայությունը, բանակը եւ պետական կյանքի բոլոր ոլորտները։ Հետևաբար արտաքին եւ ներքին կյանքին վերաբերող բոլոր որոշումները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության պետական շահին, տնտեսական զարգացմանը։ Հարկային կարգավորումները մի կողմից պետք է ապահովեն պետական եկամուտների կայունությունն ու աճը, մյուս կողմից առավելագույնս կանխատեսելի միջավայր ստեղծել տնտեսվարողների համար։
26-2031 թվականների ժամանակահատվածում հարկային օրենսգիրքը փոփոխության կենթարկվի տարեկան առավելագույնը 1 անգամ, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն հարկային օրենսգիրքը հնարավորինս կանխատեսելի դարձնելու ուղղությամբ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձևավորած կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը քննարկումներ կսկսեն այս ուղղությամբ գաղափարի իրատեսականությունը գնահատելու համար։ Եթե պայմանական ասենք, այսքանն էր մեր նախընտրական ծրագրի նարատիվային հատվածը, այսինքն զուտ հայեցակարգային տեքստային հատվածը, որից հետո մենք նշում ենք այն կոնկրետ քայլերը, որոնք կիրականացնենք 2026-ից 2031 թվականի ընթացքում, բայց քանի որ այսօրվա ներկայացումն էլ արդեն համարյա 2 ժամ տևում է եւ այնուամենայնիվ աշխատանքային այլ գրաֆիկ կա, ես այսօրվա ներկայացման հատվածը այստեղ կընդհատեմ, կդադարեցնեմ եւ թերևս վաղը էլի նույն ժամին ես արդեն կներկայացնեմ այն կոնկրետ կետերը, որոնք ներառված են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Շնորհակալ եմ, որ հետևում եք եւ սիրում եմ բոլորիդ, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։